Երևի քիչ գրողներ կան, որոնց ճակատագիրը այնքան տխուր լիներ, որքան Պետրոս Դուրյանինը։ Նա հեռացավ կյանքից 21-ը չբոլորած, հեռացավ երազելով իր պատրաստած տաղերի փոքրիկ ժողովածուի արև տեսնելը, հեռացավ նույնիսկ առանց լուսանկար ունենալու։ Մահից մեկ օր առաջ հյուծախտի ցամքած գրողը մարգարեացել է, հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս, ու փնտրեցին։ Այս գիրքը, որը ձեզ հիմա ներկայացնում եմ, սիրելի բարեկամներ, Պետրոս Դուրյանին փնտրելու փորձ է։ Գրքի հեղինակը իմ դասախոսն է եղել, պրոֆեսոր դուրյանագետ Ալբերտ Շարոյանը։ Նրա այս չքնաղ մենագրությունը, որը համակողմանի ուսումնասիրություն է Պետրոս Դուրյանի կյանքի և ստեղծագործության, առաջին անգամ լույս է տեսել 1972-ին ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի խմբագրությամբ և իր փաստական առատությամբ ու ճշգրտությամբ անգերազանցելի տեղ է գրավել Վաղամերիկ հանճարի Պետրոս Դուրյանի կյանքի ու գործի ուսումնասիրության ասպարեզում։ Սկզբնաղբյուրի աղբյուր ունի, արժեք ունի այս գիրքը, որը նաև դուրյանագիտության յուրօրինակ ամփոփումն է։ Շարոյանը գրում է, որ Դուրյանին նվիրված իր այս աշխատությունը խնդիր էր դրել հավաքել գրողի տաղերն ու նամակները մաքրել օտար միջամտություններից, որոնել գրական ժառանգության անհայտ էջեր, ճշգրտել կենսագրական ու ստեղծագործական հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստեր։ Այդ ջանքերի արդյունքը Դուրյանի երկերի քննական և ամբողջական ժողովածուի երկհատորյակն է, որը լույս տեսավ 1971-1972-ին։ Այդ հատորների խմբագիրը Պարույր Սևակն էր։ Եվ շարունակելով մեր որոնումները, հետաքրքիր մի փաստ է նկատում գրականագետ Ալբերտ Մակարյանը, պրոֆեսոր Շարոյանը վախճանվել է 2007 թվականի հունվարի 22-ին, կարծես նախախնամությամբ սահմանված իր ամենասիրելի բանաստեղծի Պետրոս Դուրյանի մահվան օրը։ Եվ մի քանի դիտարկումներ ևս այս կանչելի գրքից, որտեղ բոլոր էջերը բացառիկ կարևոր են, ցանկացած էջ բացեք ու կհիանաք իսկական բարձր գրականագիտությամբ։ Վերջին նամակում գրված մահից 6 շաբաթ առաջ Դուրյանը մտորել է. արդյոք ինչ պիտի ասեն ինձ գերեզմանեն անդին, անշուշտ ահա թշվար երիտասարդը, որ աշխարհ եկավ, միայն իր մեռնիլը զգաց ու մեռավ։ Կենդանության ժամանակ գրողը ծափահարվեց որպես թատերգակ, բայց գրեթե աննկատ մնաց իբրև բանաստեղծ, իսկ մահից հետո մի առիթով Դեմիրճյանը նկատել է. մեր բոլոր արվեստագետներն ու արտիստները քննադատվել են բանավոր կերպով՝ Դուրյան, Պարոնյան, Թումանյան, Ադամյան, Սարյան և այլն։ Բոլորն իրենց աթոռները ստացել են բերանացի գնահատությամբ, ավելի քան թե գրավոր քննադատությամբ։ Ահա մեր ձեռքին հիմա մի գիրք է գտնվում, սիրելի բարեկամներ, որը Դուրյանի մասին գրավոր քննադատության մի փառահեղ ու փայլուն օրինակ է։ Ալբերտ Շարոյան, Պետրոս Դուրյան, կյանքը և գործը։ Փնտրեք այս հատորը, անպայման կարդացեք, կսիրահարվեք հայ գրականությանը։ Իդեպ, քանի որ իր ուսանողն եմ եղել, հիշում եմ իր դասախոսությունները։ Հուզվում էր Դուրյանի և արևմտահայ գրողների կյանքի բոլոր էջերը ներկայացնելիս, և քանի որ չէր ցանկանում, որ իր արդյունքներն ու հուզումը մենք տեսնենք, դասախոսությունը ընդհատում էր, մեջքով շրջում էր մեզ ուսանողներից, մենք գիտեինք, որ ինքը լացում է, այ այդպես կսիրեն գրականությունը, այ այդպես կնվիրվեն մասնագիտությանը, այդպիսի դասախոս կլինեն։ Ահա թե ինչ եմ ես տեսել Երևանի պետական համալսարանում։ Եվ այսպես Ալբերտ Շարոյան, Պետրոս Դուրյան,
կյանքը եւ գործը։